Մարշակը մեծացրեց Մագդային, ու այդ ամբողջ ընթացքում ներկայացել է որպես եղբայր, որ հեռու պահի երեխուն այդ վատ մտածմունքներից, ծնողների մասին, որ հեռու պահի այդ վատ մտքից, որ կարող է ինքը ինչ-որ վատ կապի ծնունդ է, մի խոսքով վատ մտածմունքներից երեխուն հեռու է պահել։ Հիմա հասկանում ես, ինչ էի ասում, որ հարցը Արշակը մեղքագործել, թե փրկել է Մագդային։ Այդ բա ով է եղել այդ աղջիկը։ Չգիտեմ, նոր ինչ-որ հասարակ աղջիկ է եղել, անունն էլ Լիանն է։ Ինչ։ Ասեցի Լիանն է։ Նորո Լանայի անունն էլ չէ Լիանն է։ Բարձ է։ Ինձ թվում է ինչ-որ բան ճշտելու կարիք չկա։ Ամենայն հավանականությամբ այդ աղջիկը Լանան է։ Լավ, ես չեմ հասկանում։ Ինչի այսքան տարի հետո հետ եկել։ Ինչ կա մտքին, այդ Կարենը ով է։ Հետո կարող է այդ Կարենը Արշակի կորած աղբերն է փոքր, հա։ Չէ, հաստատ չէ։ Արշակի փոքր աղբոր անունը Արտյոմ է։ Այդ հաստատ։ Բայց հիմա մի քիչ Լանայի պահով հանգիստ եմ։ Չեմ կարծում, որ փորձի Մագդային կամ Արշակին վնասել։ Լավ, կարևորը այն է, որ հասկացանք, որ Լանայի մտքին ոչ մի վատ բան չկա։ Բայց դու Կարենի մասին իմորացի։ Ու հասկացի, որ Լանայի ու Կարենի մեջ ինչ-որ կապ կա։ Հա, Լանան կարող է բան չանի, բայց այդ Կարենը կարող է Մագդային կամ Արևին ուզենա վնասի։ Դրա համար մենք պետք է շատ ուշադիր լինենք հետո, շատ։ Հա, բայց խառնվելն էլ է, Նորո։ Չեմ ուզում, որ Մագդան իմանա։ Հա, չէ, ճիշտ ես ասում։ Ես ինչքան էլ Արշակին չընդունեմ, ես գիտակցում եմ, որ Արշակը շատ մեծ բան է արել։ Շատ մեծ։ Ու ես չպետք է խառնվեմ այս հարցին, չպետք է վնասեմ, չպետք է խանգարեմ։ Բայց այդ Լանային ու Կարենին ես հետևելու եմ։ Ամեն գնով մենք պետք է ուշադիր լինենք, որովհետև մենք չգիտենք իրանցից ինչ կարելի է սպասել հետո։ Հասկանում ես։ Մագդանը։ Հաջան։ Էդո դու ինձ պետք է օգնես, խնդրում եմ, մենք հիմա պետք է խոսենք։ Ինչ է եղել Մագդա։ Եթե օֆիսում ես, ասա, հենց հիմա կգամ, ես ուղղակի էլ չեմ դիմանում։ Հա, օֆիսում եմ, արի։ Լավ։ Էդո ինչ էր ասում, ինչ ա եղել։ Չգիտեմ, գա կիմանամ։ Հա, բայց ինչ էր ասում։ Նոր դե ոչ մի հստակ բան չասես, չգիտեմ։ Կարող է ամեն դեպքում զանգես հասկանանք ինչ ա եղել։ Հա, հետո կզանգեմ։ Հիմա ասա հասկանամ ինչ ենք անում ախպեր։ Այդ Կարենի հարցը ոսենց չենք թողնելու։ Չգիտեմ, ախպերս ամենից շատ դուրջ է։ Ես մտածում եմ ամեն դեպքում կարող է Արշակին ասելը ճիշտ է։ Ես էլ այդ մտածում։ Որովհետև ինչքան էլ Լանան Մագդայի մաման է, բայց թաքցրել է, չէ, իր ով լինելը։
Եթե թաքցրել է, ուրեմն հնարավոր է ինչ-որ մի բան կա, որ կարելի է զգուշանալ։ Երևի չգիտի ոնց ասի, ոնց բացատրի։ Չգիտեմ, ախպերես։ Մագդային բացատրել է, ամեն ինչ ասել է, այդքան էլ ճիշտ չի, բայց այ Արշակի հետ կապված այդքան էլ վստահ չեմ, ինձ թվում ավելի ճիշտ է, որ ասենք, որովհետև եթե մտել է այդ տուն ու թաքցրել է, հնարավոր է, որ ինչ-որ մի բան կա։ Չգիտեմ, նոր կարող է անցյալից է ամաչում։ Հետո բայց ինքն է չէ իր կամքով եկել մտել այդ տուն։ Արշակը չի կանչել, Արշակը չի ստիպել։ Կարար չէ իր ով լինելու հետ կապված ամեն ինչ պատմել Արշակին, բայց չի ասել։ Նշանակում է ինչ-որ թաքցնելու բան ունի։ Չգիտեմ, նոր իրոք ոչ մի բան չգիտեմ։ Հիմա ինչքան խորանում եմ այս թեմայի մեջ, մտքերս այդքան խճճվում են։ Որ ճիշտ ասեմ, ես էլ տեղս չեմ գտնում։ Այդո։ Հատկապես այդ Կարենի հետ կապված անընդհատ մտածում եմ, բա որ ինչ-որ մի բան անի, բա որ վնասի Մագդային կամ Արևին։ Չէ, նոր, չեմ կարծում, որ ձեռքերը այդքան երկարացնի։ Դրա նմանների ուզածը մենակ փող է, ախորժակը այդքան է։ Ճիշտ ես ասում։ Այդ տեսակի մարդկանց համար ոչ մի սրբություն չկա։ Դրանք 2 կոպեկի համար իրենց հոգին էլ կծախեն։ Հիմա ինչ ենք անում, ասում ենք Արշակին։ Սպասի այդ, ես զանգ եմ սպասում։ Թող մի 2 բան էլ ասեն, հասկանանք ինչ ենք անում, լավ։ Կապի մեջ կլինես։ Լավ, դե ես գնամ, չեմ ուզում, որ Մագդան գա տեսնի ես տեղ եմ, լավ, հետո կապով կլինես իմ հետ։ Լանա, կարող եմ հասկանալ, այդ ինչ ես անում։ Ինչի ես փախել հյուրանոցից։ Արշակ, խնդրում եմ մոռացի, հա։ Այն ինչ եղավ մեր մեջ սխալ էր, մոռացի։ Դու քեզնից բան հասկանում ես։ Արշակ, խնդրում եմ իմ մասին մի հիշի։ Ես էլ ամեն ինչ կանեմ, որ էլ երբեք քո ճանապարհին չհայտնվեմ։ Խնդրում եմ, մենակ մոռացի ինձ։ Հաստորեն քո համար ավելի հեշտ է մոռանալ, քան բացատրել, հա։ Քեզ ավելի հեշտ է ինձ բաց թողնել, քան ասել, թե ինչ է կատարվում քո կյանքում։ Լանա, կարող է ես քեզ հասկանում եմ, կարող է օգնում եմ։ Ու մենք միասին կարողանում ենք քո խնդիրների լուծումը տանք։ Ես չեմ հասկանում, ես ինչ ես անում։ Ինչ ես երկուսիս էլ պատժում։ Ինչ ես մեր հարաբերությունները փակուղի մտցնում։ Կարամ ես իմանամ։ Արշակ, դու չգիտես ես ով եմ։ Ու այն ինչ եղել է շատ սխալ է։ Այսինքն Լանա, դե ուղիղ ասա ով ես։ Քո հետ եմ Լանա, ով ես։ Անջատեց։ Չհասկացա, ես ականջ էր դնում։ Չէ, Արշակ, ուղղակի պատրաստվում էի դուրս գալ, լսեցի, որ Լանայի անունն ես տալիս։ Դուք խոսել եք իրար հետ կամ հանդիպել եք։ Ես չգիտեմ, թե ինչ է կատարում Լանայի հետ։ Ինքը ինչ-որ մի բան է թաքցնում, զգում եմ, որ ինքն էլ այդ իր գաղտնիքի ձեռը տանջվում։ Զգում եմ, որ ուզում է ասի, բայց վերջի պահին համարձակությունը չի հերիքում։ Հանդիպել եք Արշակ։ Հա։ Երեք ամբողջ գիշեր միասին ենք եղել։ Մագդա, ես չգիտեմ ինչ կատարվեց, այդպես ես ուղղակի չկարողացա իրան մենակ թողնել, ինքը վախեցած էր, լացում էր, վատ էր։ Ես քիչ-քիչ սկսում եմ հավատալ առաջին տպավորությանս։ Ինձ թվում է, որ մեզ ճանաչում է ինքը։ Հա, բայց որտեղից։ Չգիտեմ, Արշակ։ Չգիտեմ, բայց այն ինչ հիմա իմ կյանքում կատարվում է, այդ մենակ իր պատճառով է։ Չհասկացա։ Այդ ինչ է քո կյանքում կատարվում հենց Լանայի պատճառով։
Միանակ իմ կյանքում չէ։ Քո կյանքում էլ իր հայտնվելուց ու գնալուց լիքը բանա չէ փոխվել։ Մագդա, դու իմ մասին մի խոսի։ Հիմա կոնկրետ հարցիս պատասխանի։ Դե սկզբում հետը շատ ջերմ էր։ Ինձ ասում էր, որ հետը կիսվեմ, իրան իմ ընկերուհու պես վերաբերվեմ։ Չգիտեմ, իրանից խորհուրդներ էի հարցնում, կիսվում էի հետը։ Հենց իր ասածով էլ եղավ։ Բայց վերջում ինքը իր պահվածքը լրիվ փոխեց, դարձավ շատ վատու ու տարօրինակ։ Հետո Հետո այն, որ ես մտածում եմ սխալվել եմ, կարող է ես իրոք իրան չպետքա վստահի, կարող է ինքը վատ մարդ ա ուզում ա մեզ վնասի։ չէ, Մագդա, որ տես լիներ ինքը արդեն վաղուց կվնասեր, որովհետև ես էլ եմ իրան շատ մոտ թողել ինձ։ Արշակ, դու սիրում ես Լանային։ Չնայած ինչ եմ հարցնում, ամբողջ գիշեր հետն ես եղել, մենակ իրա մասին ես մտածում, պատասխանը աչքիս առաջ ա։ Ուղղակի ես չեմ ուզում դու հիասթափվես։ Դու էլ ես հասկանում, որ իրա մեջ շատ թաքնված բաներ կան։ Էդո ես էլ չեմ դիմանում։ Մագդա, սիրտս արդեն պայթում է։ Ասա տենամ ինչ է եղել քեզ։ Ես այսքան ժամանակ լռել եմ։ Ինձ թվում էր, որ ես կհասկանամ իմ կյանքում ինչ ա կատարվում, բայց ուղղակի չի ստացվում։ Այն խնդիրները, որ ես հիմա ունեմ, ես ուղղակի դրանք չեմ կարողանում լուծել։ Մագդա, ինձ նայ մի հատ։ Հիմա հանգստացի։ Ու պատմի, ինչ ա եղել։ Ինձ այսքան ժամանակ Կարեն անունով մի մարդ էր հետապնդում։ Պատահական էի հետ ծանոթացել։ Սկզբում մեր տան մոտ էր եկել ու ճանապարհ էր հարցնում։ Այդ օրվանից հետո անընդհատ իմ ճանապարհին է հայտնվում։ Հետո Մագդա, արագ խոսա մի քիչ։ Ու դու դրա հետ գնացել ես հանդիպման։ Ախր ես ինչ իմանայի, որ ինքը իմ հետ կապված ուրիշ նպատակներ ունի։ Ինձ թվում էր հասարակ մարդ ա ու պարզվեց, որ Լանայի հետ կապ ունի։ Մագդա, նորմալ է այդ ամեն ինչը։ Նորմալ է, որ դու անծանոթ մարդու հետ գնում ես հանդիպման, ժամանակ ես անցկացնում, նորմալ է։ Չէ, բայց ես այդ ժամանակ շատ վատ վիճակում էի։ Ես չէի հասկանում ինչ եմ անում ու ինչի եմ այդ Կարենի հետ շփվում։ Իսկ ես գիտեմ։ Իսկ ես շատ լավ հասկանում եմ, Մագդա։ Ու կարծեմ ես քեզ դրա մասին ասել եմ, եւ զգացի, որ կողքդ մարդ կա։ Հիշում ես։ Հիշում ես, որ ասում էին նորոյին մոռանալու համար վատ տարբերակ ես ընտրել։ Հիմա դու էլ եկար, չէ՞ այդ իմ ասածին։ Հա, այդո հասկանում եմ, որ վատ բան եմ արել, պիտի չանեի, բայց հիմա ինձ այդ չի հետաքրքրում։ Ես ուզում եմ հասկանամ այդ ինչ գաղտնիքներ են ինձ շրջապատում։
Կարենը ասում է, որ իմ կյանքը սուտ է, որ ես ուրիշի կյանքով եմ ապրում, ու անընդհատ Լանայի անունն է տալիս։ Իսկ Լանան ուղղակի չկա։ Ես սատկացնելու եմ այդ Կարենին, Մագդա, սատկացնելու եմ։ Ուզում ես փոշմանեմ, որ քեզ ինչ-որ բան ասեցի։ Մագդա, ես ահավոր ջղայնացած եմ քո վրա։ Ես կյանքումս առաջին անգամ հազիվ եմ դիմանում, որ քեզ հանկարծ չնեղացնեմ։ Դու խնդրում եմ կներես։ Երեկա հանդիպման կանչել։ Հա, ես գնացի, ինքը չեկավ։ Հետո արդեն ես վախեցա գնամ։ Դու հասկանում ես, Մագդա, ոնց է բախտդ բերել։ Դու հասկանում ես ինչքան բախտավոր աղջիկ ես, հասկանում ես հետդ ինչքան վատ բան կարար լիներ։ Դու ինչ-որ բան գիտես Կարենի մասին։ Մագդա, լսի ուշադիր ինչ եմ ասում։ Եթե սրանից հետո այդ Կարենը կզանգի, հանդիպում կփնտրի, մի անգամից ինձ կասես, լավ։ Լավ կասես, բայց ոնց իմանամ ինչա կատարվում։ Ինչի են ինձ ասում, որ ես այդքան էլ լավ ընտանիք չեմ ունեցել։ Կամ ընդհանրապես ոնց հասկանամ ով է Լանան։ Մագդա, լավ, հերիքա լացես, մի նեղվի։ Կասես ոնց չնեղվեմ։ Ինձ ասում են, որ ես ուրիշի կյանքով եմ ապրում, որ իմ կյանքը սուտ է։ Հա, ես գիտեմ, ես հասկանում եմ, որ Կարենը շատ վատ մարդ է, բայց չգիտեմ ինչի ես իր ասածներին հավատում եմ։ Դու չես պատկերացնում, Մագդա, ես այդ Կարենին ինչ օրն եմ գցելու։ Ինձ պետք չի, որ դու Կարենին վնասես։ Ես ուղղակի ուզում եմ օգնես հասկանանք ով է Կարենը։ Փաստորեն նորոն ճիշտ էր մտածում Լանայի բաղով։ Հա, իրոք իրան այդքան վստահելը սխալ էր։ Նենց չի իմ դուրը եկել էր։ Ես էլ եմ մի բան զգում, բայց այդքան չէի խորացել։ Նորոին պիտի անպայման ասենք սրա մասին։ Չէ, դու նորոին չենք ասելու։ Չէ, Մագդա, պիտի ասենք։ Էդո ես քեզ ասեցի, որովհետև դու ինձ հարազատ մարդ ես։ Դու ինձ աղբոր պես ես։ Կասես նորոնով է, որ նորոին ասենք, նորոն անծանոթ մարդ է։ Հեշտ է չէ զգացմունքները խոսքերով թաքցնելը։ Իսկ որ մենակ ես լինում, Մագդա, կարում ես նորոյի մասին չմտածես։ Ասեցի, որ նորոն պետքա չիմանա։ Մագդա, նորոն մինչև օրս քո մասին անհանգստանում է, մտածում է, լիքը ինձ հարցեր է տալիս քո մասին։ Ու առաջին հայացքից շատ լավ երկուսս էլ գիտեմ, որ ինքը Լանային չի սիրել։ Հետո ինչ։ Հետո այն, որ նորոյին կարելի է վստահել։ Այդտեղ են ուրեմն մի բան գիտի, չէ, մի բան նկատել է։ Բայց ես որպես ով կիսվեմ իր հետ։ Կասես ես որպես ով իր հետ կիսվեմ։ Ես խմիթ համար տատ, գլխացավը տկանցում։ Հասմիկ ջան, ինձ ոչ մի դեղ չի փրկի։ Ինչի ես տենց ասում։ Որովհետև իմ հոգին է հիվանդ։ Իմ հոգին է ցավում։ Ինչ որ բան է եղել Թամարտատ։ Բաբկենս է եկել։ Չգիտեմ Էլիզը քեզ ասել է, թե չէ։ Հա, ասել էր, որ գալու է։ Եկել է։ Ու շատ է փոշմանել արածների համար։ Ուզում է խոսի երեխեքի հետ, բացատրի։ Բայց Էլիզը հորը ոչ մի շանս չի տալիս։ Նորոն ու Ալինան էլ չգիտեն հլը։ Էլիզին էլ է հասկանալ պետք Թամարտատ։ 10 տարի ոչ տեսել է, ոչ էլ իմացել է ուրա։ Հասկանում եմ, բալես, բայց չեմ կարող անտարբեր անցնել երեխուս ցավի կողքով։ Գիտեմ, որ շատ վատ է պահել իրան, շատ սխալներ է արել, շատ վատ հոր կերպար է։ Բայց ես էլ մայր եմ։ Ու կյանքիս վերջին տարիներին ուզում եմ, որ երեխուս խաղաղված ու երջանիկ տեսնեմ։ Ես այսքան տարի չեմ իմացել, երեխես ինչ խնդիրներ ունի, ինչ կյանքով է ապրում։ Ու հիմա, որ այսքան ինձ մոտ է, էլի չեմ իմանում, չեմ հասկանում։ Ու ես չգիտեմ ինձ ոնց պահեմ, որովհետև մեր մեջ չլուծված հարցեր կան, Հասմիկ ջան։
Ու չգիտեմ ես հիմա թորներիս կողքը լինեմ, իրանց ցավը կիսեմ, թե երեխուս հետ լինեմ։ Չգիտեմ ոնց կիսվեմ, ինչ անեմ։ Բարդ ընտրություն է, Թամարտատ։ Ախ, ոնց եմ ուզում, որ իրար հետ խոսեն, իրար հասկանան, խաղաղվի ամեն ինչ, անցնի գնա, չգիտեմ ոնց անեմ, ինչից սկսեմ, ոնց օգնեմ, երեխեքիս չեմ իմանում։ Որպես ընկեր։ Մագդա, ես չեմ ուզում հիմա քեզ խոստանամ, որ նորոյին ոչ մի բան չեմ ասի, հետո էլ հակառակն անեմ։ Դրա համար հիմա ես քեզ ուղիղ ասում եմ, որ նորոն իմանալու է։ Ախր դու չես հասկանում, որ այդ հարցը նորից ինձ ու նորոյին իրար կապելու։ Հա դուք էլ մարդավարի կշփվեք։ Մագդա, ուղղակի բաներ կա, որ դու չգիտես, ու ես չեմ էլ ուզում, որ դու հիմա իմանաս։ Դրա համար ասում եմ, որ նորոյ իմանալը կարևոր է։ Իսկ ինչի այդքան կարևոր։ Նոնոն Լարնայի մասին ինչ-որ բաներ է իմացել։ Ու հնարավոր է, Որ ինչ է դա։ Ու հնարավոր է, որ կարանա ավելի շատ բան իմանա։ Դրա համար ուզում եմ ասել։ Իսկ այդ ինչ է իմացել Լանայի մասին։ Օրինակ են, որ իրականում այդ Կարենը Լանայի ամուսինն է։ Ու իրանք մինչև հիմա կապի մեջ են։ Ինչ ես խոսում։ Բա Մագդա ջան։ Հիմա հասկանում ես ինչի մեջ ես ընկել դրան քեզ մոտ թողնելով։ Սպասի, փաստորեն դրա համար էր Լանան հետքան նեղվում իմ ու Կարենի շփումից։ Ուզում էր նենց աներ, որ մենք ընդհանրապես չհանդիպենք։ Վայ Մագդա, վայ։ Հետո դու հանկարծ նորոյին ոչ մի բան չասես։ Որ նորոն իմանա ես հանդիպել եմ Կարենի հետ, կմտածի, որ ես չնայած էլ ինչ կարևոր է, ինչ կմտածի, մենք արդեն վաղուց բաժանվել ենք, ինձ մեկը ինչ կմտածի։ Ես նորոյին ամեն ինչ կբացատրեմ։ Չնայած ինչ պիտի բացատրեմ, ասենք, գնամ ինչ ասեմ, գիտես ինչ կա անգեր ջան, քո սիրած աղջիկը քեզ մոռանալու համար ուրիշի հետ է հանդիպում, ու այդ ուրիշը հենց այդ նույն Հիմա անընդհատ էդ ես հիշացնելու։ Հա, Մագդա, մինչև կյանքիդ վերջ հիշացնելու եմ, որ երբևէ այդտենց քայլեր էլ չանես։ Հետո խնդրում եմ օգնի ինձ, խոսք եմ տալիս էլ ոչ մի բան չեմ անի, քեզ կլսեմ, մենակ խնդրում եմ օգնի հասկանանք ով է Լանան ու Կարենը ինձ ինչ է ուզում։ Մագդա, այդ Կարենը քեզնից ոչ մի բան չի ուզում։ Ինքը ընդհանրապես այս պատմության մեջ ոչ մեկ է։ Իսկ ինչ պատմության մասին է խոսքը։ Կարող է դու ինչ-որ բան գիտես։ Չէ, լավ, Մագդա, արի դուրս գանք ես քեզ տանեմ տուն, հետո մի հատ նորոյին զանգեմ։ Մեկը ես չեմ ուզում, որ ինքը իմանա։ Լավ, խնդիր չկա, բայց ինձ ինչ-որ մեկը պիտի օգնի, Մագդա, կարամ Արշակին ասեմ։ Չէ, դու գժվել ես։ Ուրեմն վստահի ինձ, ես գիտեմ ինչ եմ անում։ Իրականում ես էլ շատ կուզեի, որ հաշտվեին։ Վերջապես կազատվենք այդ անցյալի վատ հիշողություններից ու հանգիստ կապրեինք։ Ընտանիքի կնմանվեինք։ Ու այդ Արշակն էլ կդադարեր մեր շուրջը պտտվելուց ու լավ մարդ ձևանալուց։ Թամարտատ, ես շատ եմ ուզում քեզ այդ հարցում օգնել։ Այ բալեսկի, ես չեմ կարողանում ինձ օգնել, դու ոնց պետք է օգնես, ինչ պետք է անես։ Դե առաջինը Էլիզի հետ կխոսեմ։ Եթե մի բան ստացվի, ինքը կկարողանա նորոյի վրա ազդել։ Գիտես ինչքան եմ փորձել, խնդրել, աղաչել, համոզել, ոչ մի բան չի ստացվում։ Չի ընդունում ու վերջ։ Թամարտատ, ես մի բան եմ մտածել, բայց այդ հարցում դու պետք է ինձ օգնես։ Եթե օգնես, ինձ թվում է մի բան կստացվի։ Ինչ ասմիկ։ Այդ խոսացիք։ Հա, դրա համար եմ քեզ կանչել։ Նստի։ Դե ասա տնամ ինչ ա եղել։
Փաստորեն դու ճիշտ էիր։ Այդ Կարենը լավ էլ ձեռքերը երկարացրել է։ Չես խոսում է դու։ Մագդային նեղացրել է, հա։ Փորձել է վստահությունը շահի։ Ու ինչ որ պահի դրությամբ այդ իր մոտ ստացվել է։ Չես խոսում ոնց կրատես բան լինի։ Լավ էլի Լանա, խնդրում եմ պատասխանի։ Հետո լուրջ ես ասում, Մագդան այդ անասունի հետ հանդիպել է, հա։ Ես կցնդեմ, ախպեր։ Նա ես էլ եմ ահավոր ջղայնացած։ Նազև եմ ինձ զսպել, որ չնեղացնեմ։ Շատ իզուր ես զսպել ես։ Շատ իզուր։ Մագդան ընդհանրապես չի հասկանում, ինչ է անում, ինչ է ուզում ես կյանքից։ Ես կյանքում իրանից տես թեթև քայլեր չէի սպասում։ Հիմա որ պատմում ես, ինձ թվում է լրիվ ուրիշ մարդու մասին ես խոսում, ոչ թե իրա։ Նորը ես չեմ ուզում հիմա այդ թեմայի մեջ շատ խորանամ, բայց Մագդայի այդ քայլի մեջ քո մեղքի բաժինն էլ կա։ Եթե դու մի քիչ գոնե դեմ գնայես սկզբունքներիդ, եթե ներկան ավելի կարևոր էր անցյալիդ բանը, դրան չէր հասնի։ Լուրջ ես ասում հետո։ Ուրեմն Մագդան ինձ մոռանալու համար գնա ես իմ ում հետ հանդիպի այսքան կարճ ժամանակ հետո վերջում մեղավոր ես դուրս գամ, հա։ Ըստ քեզ այդ հասուն մարդու քայլեր, հա։ Չեմ ուզում համեմատական տանեմ, ախպեր, բայց դու լավ գիտես, ես ու Հասմիկը հանդիպել ենք, ու կարճ ժամանակ չէ։ Ու ես ավելի վատ եմ խոսացել իրար հետ, ավելի վատ իրավիճակներում ենք հայտնվել, բայց տեսել ես Հասմիկի մտքով տենց անկապ բաներ անցնի, այդպես սխալ քայլեր անի։ Գիտես ինչի։ Գիտես ինչն է նորո տարբերությունը։ Հասմիկի մեջ դեռ հույս կա։ Իսկ Մագդան արդեն քեզնից հույսը կտրել է, որովհետև գիտի մարդը, որ ինչքան էլ իրար սիրեք, չեք կարա իրար հետ լինեք։ Մեղադրելու չի ախպեր աղջիկը համակերպվել է արդեն։ Ու դու պիտի ընդունես, որ այդ քայլի մեջ քո մեղքի բաժինը կա։ Հիմա խանդից մեռնում ես, չէ՞ որ գիտես այդ Կարենը կողքով քայլել է, ծաղիկները ուղարկե, փորձել է սիրտը շահի։ Բայց իմաստը ո՞րն է մուկն ու կատու խաղալու։ Ես դրա թաղմանն եմ ծաղիկներ ուղարկելու, սպասի։ Ես քո հետ եմ ախպերս։ Դու պատկերացնում ես, եթե իրանք շարունակեին հանդիպել։ Եթե Մագդան ավելի շուտ չհասկանար, որ դրա մտքին լրիվ ուրիշ բան կա, այդո։ Ես ամենաշատը ուրախ եմ նորով, որ իրանց երեկվա հանդիպումը տեղի չի ունեցել։ Ինձ թվում է այդ Կարենը արդեն հասկացել է, որ բացահայտվում է։ Նենց որ նորով մենք պիտի փորձենք ավելի արագ գործել, որ դրան հանկարծակի բերենք։ Չէ, ես դրա վիզն եմ կտրելու։ Մագդային վախացնելու համար սպասի։ Փաստորեն արա այդ Կարենը Լանայի մասին ամեն ինչ գիտի էլի, որ Մագդային տենց ակնարկներ արել։ Փաստորեն ամեն ինչ շատ լավ եղավ, որ սա շուտ հասկացանք։ Ամեն ինչ իր տեղը ընկավ։ Այդ անասունը հաստատ Լանային Մագդայով է շանտաժ արել։ Ես դրա Նորո Մագդան չէր ուզում, որ ես քեզ այս ամեն ինչը պատմեի։ Նենց որ հանկարծ չնեղացնես։ Քեզ զսպի, գիտեմ որ դժվար է, գիտեմ որ վատ վիճակում ես, բայց պիտի դիմանաս ախպերս։ Ու պիտի ընդունես նորը որ Մագդայի այդ քայլի մեջ դու մեղավոր ես։ Ուր ես գնում։ Հա, մամ ջան։ Բաբկեն ջան, բալես ոնց ես։ Լավ, մամ ջան, դու ոնց ես։ Երեխեքը ոնց են։ Լավ ենք, լավ բաբկեն ջան, լավ ենք։ Մամ դու խոսել ես Էլիզի ու Նորոյի հետ։ Հենց դրա համար էլ զանգել եմ։ Բաբկեն ջան, այսօր մենք անպայման պետք է հանդիպենք, հենց այսօր։ Խոսել ես, մամ։ Հասկացել են։ Խնդրում եմ, տեղ ու ժամ ասա հանդիպենք, շատ կարևոր է։ Լավ, մամ ջան։ Ես հիմա սրճարանում եմ։ Հեսա հասցեն ուղարկեմ դու արի։ Լավ, լավ բաբկեն ջան։ Խոսեցիր Թամարտատ։
Ալո։ Մագդա ձեր տան մոտ եմ, հենց հիմա դուրս արի։ Դու ինչի համար ես մեր տան մոտ եկել։ Շատ կարևոր բան կա խոսալու։ Շատ կարևոր։ Կլինի դու ուղակի գնաս։ Չէ, ոչ մի տեղ չեմ գնալու, մինչև քո հետ չխոսամ, Մագդա։ Սպասում եմ, արի։ Ինչ ա եղել, ինչի համար ես տեղ եկել։ Ուզում եմ հասկանամ դու ինչքան ախելք ես, էլի աղջիկ ջան։ Ինչքան ախելք ես, որ ինձ մոռանալու համար ես իմ ումետ ես սկսում շփվել։ Հե՞։ Ասենք Կարենը Լաննայի հետ կապ չունենար։ Ու նորմալ մարդ իներ, շարունակելու էր, հա։ Տենց հեշտ ստացվում, հա քո մոտ։ Կլինի հանգիստ խոսաս։ Ու հետո կասես քեզ ինչի համար է հետաքրքրում։ Ես քո համար փակ թեմա չեմ, ես քեզ մեկ չեմ։ Չէ, դու իրոք չես հասկանում, Մագդա։ Չես հասկանում, որ եթե քո հետ ինչ-որ բան լիներ, ես ուղղակի կգժվեի, չես հասկանում։ Չէ, չեմ հասկանում։ Ինչի համար կգժվեիր։ Դու այդ հարցի պատասխանը ինձանից լավ գիտես։ Չէ, չգիտեմ։ Ես էլ ոչ մի բան չգիտեմ։ Ոչ քո մասին, ոչ իմ, ոչ էս կյանքի։ Ես չեմ հասկանում, որ պահից իմ կյանքը սենց բարդացավ։ Դու ինձ ուրիշ բան ասա։ Ինչ է ասել քեզ այդ աննասունը։ Նեղացրել է, հա։ Ես չեմ ուզում, որ դու իմ պատճառով խնդիրների մեջ հայտնվես։ Ես Էդոյին համոզել եմ, ասել եմ, որ քեզ չզանգի, ուղղակի չի լսել։ Էդոն ինձ ամեն ինչ պատմել է, բայց ուզում եմ, որ դու ինձ ասես։ Հատ հիմա ինձ ասա։ Ինչ է ասել քեզ այդ լակոտը, ինչ է արել, հա։ Ալո, Լանա, որտեղ ես դու։ Լանա, ինչի համար ես թաքնվում։ Դու չես հասկանում, որ արդեն ամեն ինչ վաղուց վերջացել է։ Լանա, ես գիտեմ, որ դու հատուկ նպատակով ես այս տուն եկել։ Ես գիտեմ, որ դու մեր ընտանիքի հետ ինչ-որ կապ ունես։ Ես գիտեմ, որ Կարենը քո ամուսինն է։ Մագդա, ավելի լավ որ գիտես։ Ուրեմն ամեն ինչ արա, որ երբեք չհանդիպես իրան, լսում ես ինձ։ Մագդա, երբեք։ Լանա, խնդրում եմ, հանկարծ չանջատես, մենք պետքա խոսանք։ Դու ինձ պետքա բացատրես, ինչի է Կարենը ասում, որ իմ կյանքը սուտ է։ Ինչի է ասում, որ իմ հարցերի պատասխանը մենակ դու գիտես։ Ինչի է անընդհատ ինձ ու քեզ իրար հետ կապում։ Լանա, մենք պետքա խոսանք, խնդրում եմ, չանջատես։ Խնդրում եմ, արի հանդիպենք։ Խոսք եմ տալիս, ինչ էլ ասես, ես չեմ գնա, մենակ արի հանդիպենք։